Հիմա անցնենք առաջիկա օրերի կանխատեսման։ Այսօր մեր երկիրը կրկին գտնվում է ցիկլոնի ազդեցության գոտում, որի ակտիվությունը հատկապես մեծ կլինի Վայոց ձորում եւ Սյունիքում։ Այսօր ցերեկաշրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզում, միջին ինտենսիվության մնացած գոտիներում թույլ։ Առաջիկա գիշերը տեղումները կպահպանվեն միայն Վայոց ձորում եւ Սյունիքում, մյուս շրջաններում կդադարեն, վաղը ցերեկը, այսինքն դեկտեմբերի 30-ի ցերեկը եւ դեկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը երկրի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 31-ին կեսօրից հետո միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հաջորդ ցիկլոնը, այսպիսով դեկտեմբերի 31-ի հետ կեսօրյա ժամերից հունվարի 1-ին, հունվարի 2-ին մինչև կեսօր Հայաստանը գտնվելու է միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում դեկտեմբերի 31-ին կեսօրից հետո հանրապետության մի շարք շրջաններում կսկսվեն ձյան տեսքով տեղումներ, որոնք կշարունակվեն հունվարի 1-ին, հունվարի 2-ի գիշերը եւ հունվարի 2-ի առավոտյան ժամերին, հունվարի 2-ի ցերեկը դրանք հիմնականում կպահպանվեն Վայոց ձորում եւ Սյունիքում, հունվարի 3-ից երկրի ողջ տարածքում տեղումները կդադարեն եւ դրան հաջորդող 5 օրերին կհաստատվի առանց տեղումների եղանակ։ Հիմա ինչ սպասենք առաջիկա 5 օրերին օդի ջերմային ֆոնում։ Առաջիկա գիշերը ջերմաստիճանը կրկին զգալի կնվազի, մոտ 5-ից 7 աստիճանով այսօրվա համեմատ, հունվարի 31-ից մեկնկատ ժամանակահատվածում 8-ից 10 աստիճանով կբարձրանա, որովհետև եւ ունենք հարավ-արևմտյան ցիկլոն եւ անպամատություն եւ տեղումներ դրանով պայմանավորված։ Բայց հունվարի 3-ից սկսած, երբ եղանակը կպարզի հանրապետությունում կհաստատվի անտիցիկլոնային դաշտ, օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կրկին կնվազի մոտ 8-ից 10 աստիճանով եւ հատկապես լեռնային շրջաններում արդեն կարձանագրենք բավականին ցածր ջերմաստիճաններ, որոնք արդեն ներկայացրեցի։ Այսքանը։ Շնորհակալություն, մի ճշտում, պարոն Սուրենյան, հունվարի առաջին 10 օրերին նշեցիք առավելագույն ցուրտ ջերմաստիճանները, դրանք տևական ժամանակ 10 օր պահպանվելու են, թե մերթ են լինելու։ Կպահպանվեն մինչև հունվարի 8-9 ներառյալ, որից հետո նորից եմ կրկնում, իրենց տեղը կզիջեն հարավ-արևմտյան տաքոթային հոսանքներին, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա։ Այս շրջանում ցրտահարությունների վտանգ տեսնում եք, գյուղատնտեսներին ինչ խորհուրդ կտաք, ինչ խորհուրդ։ Ցրտահարությունների վտանգ չենք տեսնում, մենք վերջին ձյունը մեզ փրկեց ցրտահարությունների վտանգից, որովհետև մինչև այսյան տեղումները հանրապետության նույնիսկ լեռնային մարզերում, նույնիսկ Աշոցքում ծնածածկույթը բացակայում էր եւ կար վտանգ, որ օդի ջերմաստիճանի նվազման դեպքում կարող է ցրտահարվել աշնանացանը։ Բայց ունեցանք ձեռնառապ տեղումներ, այս պահին բոլոր լեռնային շրջաններում առկա է 20-ից 50 մետր սանտիմետր բարձրությամբ ձյան ծածկ եւ ցրտահարության վտանգ չկա։